Կրթվել է նորաձև է շարժման 36-րդ հանդիպումն է արժեքների, մեր ինքնության եւ իրական Հայաստանի մասին։ Միջոցառումը վարում է Հայաստանի վարչապետի տիկին Իմ Քայլ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Սա մեր 36-րդ հանդիպումն է, մինչ այսօր շարժմանը տարբեր ֆորմատներով հիմնականում բանախոսություններ լսելով մասնակից է եղել 6918 մարդ եւ Հայաստանի 18 համայնքներում արդեն ունեցել ենք հանդիպումներ։ Հանդիպումների բոլոր այն մասնակիցները, ովքեր հավանում են բանախոսությունները, կիսում դրանցում արտահայտված գաղափարները կարող են լրացնել համապատասխան ձևաթուղթ, միանալ շարժմանը եւ ապահովել նաեւ հետադարձ կապ։ Շուրջ 8000 մարդ դեռ մինչ այս հանդիպումն էր լրացրել այդ ձևաթուղթը։ Իսկ այս հանդիպմանը բանախոսները 3-ն էին։ Շարքը բացեց Լուսինե Երեմյանը։ Նա կիսվեց իրենց անցած ճանապարհով, ինչպես է հնարավոր եղել սկսել զրոյական կետից, հետո ոչ միայն կայացնել բիզնես, այլև կրել ու տարածել իրական արժեքներ։ Մի ներքին համոզմունք կար, որ այո, մեր երկրում հնարավոր է խիզախել, ստեղծել, աշխատել, ստեղծել եւ ստեղծել արժեքներ, բարձրանալ եւ ամենակարևորը բարձրացնել։ Ներկաներից շատերի համար բացահայտում էր երկրորդ բանախոսի Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ներկայացրած այն հսկայական աշխատանքը, որ տարվում է մատենադարանում։ Նրա ելույթը վերածվեց ինքնության ընկալման ճիշտ ձևավորման եւ դրա կարեւորության վերարժևորման ուղերձի։ Այսպիսի մի համոզմունք ունի բանախոսը. մենք կանք այն, ինչ ինքներս մեր մասին մտածում ենք, իսկ պայմանները այնքան էլ բարենպաստ չեն, որպեսզի մենք մեր մասին լավ մտածենք։ Այստեղ շատ լեգիտիմ մի հարց կարող է ծագել սովորական քաղաքացու յուրաքանչյուրից մեջ, իսկ մենք առհասարակ, եթե այսքան վատն ենք, գոյության իրավունք, համենայն դեպս քաղաքակիրթ ժողովուրդների մեծ ընտանիքում ունենք, թե չունենք։ Եվ հենց այս հարցը ծագում է, ես խնդրում եմ կանգ առնել Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայի վրա, դառնալ դեպի մատենադարան, նայել այդ հոյակերտ կառույցին, որի բովանդակությունը ավելի հոյակերտ է, որովհետև մատենադարանը մեր ազգի, մեր նախնիների աշխարհի հանդեպ բաց լինելու, աշխարհը անկաշկանդ յուրացնելու, աշխարհի առաջավոր միտքը թարգմանելու եւ քաղաքակրթության խորհրդանիշ է ու անձնագիր է։ Մատենադարանը պետք է դառնա մեր բոլորի մշակութային պահանջմունքը, պարտադիր այցելության վայրը, շարունակեց բանախոսն ու ներկայացրեց Մատենադարանի արդի աշխատանքները, նորարար ինտերակտիվ ծրագրերից մինչև դպրոցականների համար մշակված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Այս աղմուկի, այս տեղեկատվական աղբակույտի մեջ մենք ուղղակի, ինչ ասեմ, ոտնահարում ենք ամեն ինչ։ Ինչպես չխոսել այն մարդկանց մասին, որոնք պետականություն չունենալով, պատմության այսպես հորձապտույտն ընկած պայմաններում ուղղակի սխրագործություններ են իրականացրել։ Գծել են այն քաղաքակրթական քարտեզը, որով մենք մինչև այսօր մեզ համարում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս։ Հերթական հանդիպման բանախոսությունների շարքը եզրափակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը սկսեց այն համոզմունքով, որ մտքի զարգացումը ամենակարևորն է ցանկացած հասարակության եւ իրականության մեջ։ Իսկ միտքը իմ ընկալմամբ զարգանում է մտքի հետ հաղորդակցության ընթացքում եւ նաեւ կարծում եմ, որ այս հարթակը հենց մտքի զարգացման հարթակ է եւ նաեւ մեր բանախոսները մեզ օգնում են, որպեսզի մենք մեր միտքը զարգացնենք եւ համեն դեպս երկու բանախոսությունում էլ կային շատ կարևոր դիտարկումներ, որոնք իմ միտքը խթանեցին։ Շարունակեց խոսքը վարչապետը գաղափարական ուղերձներ պարունակող իրական Հայաստան բանախոսությամբ, որը հայրենիքի եւ պետության մասին մեր իրարամերժ ընկալումների, մեր ու մեր պետության հարաբերությունների մասին էր։ Բանախոսների ելույթներից մասնակիցները տպավորված էին։ Անկեղծ տպավորված եմ, որովհետև շատ հարցերին սկսեցի ուրիշ ձև նայել, ծանոթացա շատ նախաձեռնությունների, որոնց մասին թերևս տեղյակ չէի եւ ոչ մի տեղերով չի լուսաբանվել, հա, որ իմանամ, այսպես
ավելի հետաքրքիր էր այդ ամեն ինչի մասին լսելը։ Մատենադարանի բանախոսությունը իմ համար շատ մեծ բացահայտում էր։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում։ Ինձ իմ ընկերն էր հրավիրել, ով արդեն տևական ժամանակ է ինչ Հայաստանում է ապրում։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներից եմ եւ իմ ամուսինը հայ է, եւ հայերը իմ սրտին շատ մոտ մարդիկ են։ Աշխատում եմ Cisco-ում, աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկում, որը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր նպատակը ավելի ընդգրկուն ապագա ապահովելն է բոլորի համար, եւ ես այսօր շատ նմանություններ գտա արժեքահեն այդ գաղափարախոսության եւ այսօրվա երկու բանախոսությունների միջև։ Ինձ դուր եկա, որ դրանք իրական արժեքների ու մարդու մասին էին։ Ծանոթներից մեկն էր ասել այս հնարավորության մասին եւ շատ ուրախ եմ, որ ճիշտ ասած չհավատացի, որ այսպիսի առիթ կլինի եւ գրանցվելն էլ շատ հեշտ էր։ Ես էլ իմ ընկերուհուն ասեցի, որ միասին այցելեինք եւ իհարկե կրթության նորաձև դարձնելը ինձ թվում է ամենակարևոր քայլերից մեկն է, որ մենք կարող ենք անել, որպեսզի որպես ազգ ավելի գնանք դեպի առաջընթաց։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ ավանդական հարց ու պատասխանն ու մտքերի փոխանակումը, մասնակիցները իրենց ուզող հարցերն ուղղեցին բանախոսներին։ Ինչպիսին է Հայաստանի Հանրապետության կառավարության կրթական ռազմավարության նպատակը, այսինքն մենք ցանկանում ենք ունենալ հարմարվող աշխատունակ քաղաքացիներ, թե մտածող քաղաքացիներ։ Եթե մենք հարմարվող քաղաքացու անհրաժեշտություն ունենայինք, ժողովրդավարությունը մեր ինչին էր պետք։ Իհարկե ստեղծագործ, ստեղծող, աշխատող ինքը իր բարեկեցությունը եւ այդպիսով իր բարեկեցության միջոցով երկրի բարեկեցությունը ստեղծող քաղաքացին է մեզ հետաքրքիր։ Ես ուզում եմ նաև հորդորել երիտասարդներին, որտեղ ռազմավարությունը մի բան է, պետությունը մի բան է, բիզնես, երիտասարդներն էլ պետք է լինեն շատ նախաձեռնողական, պետք է իրենք փորձեն պրպտել, գտնել, բացել դռները։ Կրթությունը միայն գիտելիք չի, կրթությունը նաև զգացմունք է։ Կրթությունը միայն իմացություն չէ, կրթությունը նաև ժամանց է։ Եվ այս ամենը պիտի համադրել ու ինչքան ավելի գրավիչ ու կենթանի լինի գիտելիքի ստացման ընթացքը, ինչքան ավելի խաղային ու խաղարկային լինի, այնքան ավելի հեշտ կյուրացնեն գիտելիքը։ Բարձրաձայնվեցին թեմաներ կապված նաև բնապահպանական խնդիրների, ժողովրդավարական արժեքների պահպանման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դերի մասին։ Հերթական հանդիպումը կրկին ապացուցեց, որ կրթվել է նորաձև է շարժումը միավորող ուժ ունի։ Այն միավորում է տարբեր մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդկանց, որոնց համար կարևոր են կրթության, ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարները։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։